Ես տեղեկացնեմ հետևյալը, Պռոշյան համայնքի 25 համարի երթուղու հարցը լուծվեց մասամբ, քանի որ մենք երբ որ հավաքվել էինք, մեր բողոքի ձայնն էինք բարձրացնում, մենք ասացինք, որ Երևան քաղաքի տրասայի վերջնակետը նախկին պաշտպանության նախարարության այս կետում է համարվում։ Հիմա մասամբ ասելով 25 համարը գալու է մինչև հին պաշտպանության նախարարության այդ հատվածից շրջադարձ կատարի, ուղղակի մենք խնդրեցինք տվյալ համապատասխան մարմիններին, որպեսզի երթուղին մոտ 300 մետր հեռավորությունով շրջադարձի տեղ ունենք Պռոշյան համայնքում, մինչև շրջադարձի տեղը կատարելով հանդերձ, գոնե Պռոշյանի մուտքի, որ մուտք է գործում Պռոշյան, այդ մուտքի մոտը, որպեսզի ունենք հիվանդ երեխաներ, ծերեր, գոնե ջահելների համար դա խնդիր չէ, բայց մեծերի, թոշակառուների հիվանդ տեղափոխելու համար խնդիր է այդ տեղից մինչև պաշտպանության նախկին նախարարության մոտը տեղափոխելը։ Հիմա սպասենք քաղաքապետարանի ներկայացուցիչը խոստացավ այդ հարցը քննարկման դնել եւ լուծել։ Նշեմ նաեւ Քասախ համայնքի 59 համարի տրանսպորտը հանվում է, ասեցին միայն բավարարվում է 25 համարի երթուղին, որի համար ցավում եմ, քանի որ մենք ցանկանում էինք, որ նա նույնպես պահպանվի։ Այսինքն այսօրվա հանդիպումը, քննարկումը էլի հստակ պատասխան չունեցավ։ Չէ, հստակ պատասխանը ունեցանք այնքանով, որ գոնե հստակ իմացանք, որ 25 համարը մինչև նախկին պաշտպանության նախարարության մոտ գալիս է։ Դա է, բայց կան որոշ բարդություններ ժողովրդի համար, որ բերելու է այլ բարդության։ Դրա համար մենք խնդիրը ներկայացրեցինք, մնացած խնդիրները ներկայացնելով հանդերձ, հուսով եմ, որ մենք գտնվում ենք ժողովրդավար երկրում, հուսով ենք, որ մեր ղեկավարները ըմբռնումով կմոտիկանան մեր խնդրանքը, մեր ժողովրդի խնդրանքը եւ 25 համարը գոնե 300 մետրը չեն ափսոսա եւ շրջադարձը կանեն, որպեսզի ժողովրդին որոշ հոգսերից կտրել։ Պռոշյան համայնքի եւ Քասախ համայնքի բնակիչները կհամաձայնվեն իրենց տված լուծմանը, թե կշարունակեն բողոքի։ Ասեմ, Պռոշյան համայնքի բնակիչները ես համոզված եմ շնորհակալ կլինեն, այո, բայց մասամբ լուծելու ամբողջությամբ, երբ որ շրջադարձ անելով։ Բայց Քասախ համայնքի բնակիչները ներկայացուցիչը շատ վրդոված մեր ընկերը դուրս եկավ, միանշանակ ես համամիտ եմ իր հետ, ես ցանկանայի Քասախի տրանսպորտի հարցը նույնպես լուծվեր, որովհետև մոտ 7000 բնակիչ ունեցող բնակչությունն էլ Քասախում է գտնվում, այնտեղ էլ նույն խնդիրները կան, նույն հոգսերը կան։ Ժողովրդի այնտեղի տրանսպորտի հարցը, ինձ թվում է ժողովուրդը այնտեղ արդեն իր մոտեցումը ցույց կտա։ Թանկացումների մասով հարց բարձրացվեց եւ արդյոք վերանայվելու է։ Թանկացումների հարցով խոսացվել է այժմյան մուլտիտրանսի եւ մուտք գործած գազելներին, որ ժողովուրդը չի կարող ծանրաբեռնել ֆինանսական բեռը որպես ավել բեռ։ Մենք նաև առաջ ենք հաշել, որ մուլտիտրանսի շահերին, այսպես ասած, որպեսի գործի գոնե իր ներկայացած 200 դրամով վերանայի մարշրուտը դեպի բարեկամության մետրո գոնե, որպեսի էլի ինչ-որ չափ կգործի, եթե ինքը այժմյան մարշրուտով մնա, ինձ թվում է շահավետ գիծ չի լինի տվյալ կազմակերպության համար։ Ես այդպես եմ կարծում, մենք ուղղակի մեր կարծիքը արտահայտեցինք, բարձրացրեցինք, ասելով, որ փոխանցեն։